թե քաղաքագետներից շատերը, թե վերլուծաբաններից շատերը այն կարծիքին որ Հայաստանում արդեն 7 տարի է մեկ մարդու դիկտատուրա է եւ impeachment հայտարարել այսօր Փաշինյանին պարզապես անիմաստ է, քանի որ խորհրդանական մեծամասնությունը, այսինքն ԿՊ-ն միևնույն է դա չի հաստատելու ավելին ամեն ինչով խոչընդոտելու է։ Դուք ինչ կարծիք եք։ Ճիշտ է, որ մեկ մարդու դիկտատուրա է Հայաստանում եւ այդ մեկ մարդը Աննա Հակոբյանն է։ Այդ մարդը Աննա Հակոբյանն է, դա Նիկոլ Փաշինյանը չի։ Այսինքն Աննա Հակոբյանի ցանկացած միտք, ցանկություն կական դա իրականություն է դառնում Նիկոլ Փաշինյանի միջոցով։ Թեև Աննա Հակոբյանը որևէ կարգավիճակ չունի։ Նա անգամ բան չի, օրինական կիննել չի։ Գիտեք, եթե օրինակի համար ես դիվանագիտության վրա եմ վերցնում, օրինակ նման հարաբերությունները անգամ դիվանագիտական անձնագիր չէին տալիս կնոջը, որտեղ ասում են, եթե չկա փաստաթուղթ, որ ամուսիններ եք, ապա դիվանագիտական անձնագիր չի ասում։ Հիմա հարց է առաջանում, Աննա Հակոբյանն ինչի հիման վրա են տալիս դիվանագիտական անձնագիր, ինչի հիման վրա ինքը դասախոսություններ կարդում, որտեղ գիտեք, հանրային դասախոսություն կարդալու համար դուք պիտի ունենաք համապատասխան արտոնագիր լիցենզիա։ Այսօր ինքը առանց դրա, այսինքն արդյոք ես գնամ ինչ որ շրջան ասեմ հավաքեք մարդկանց, ես պիտի խելք սովորացնեմ, թե հաստատ իմ կրթությունն ավելին է, քան Աննա Հակոբյանն, արդյոք թույլ կտան, իհարկե թույլ չեն տա։ Եվ ճիշտ կանեն, որ թույլ չեն տա, որտեվ դու չես կարող գնալ ամեն բան ամենտեղ դուրս տալ։ Հիմա մեկ մարդու դիկտատուրան ունենք։ Impeachment-ը, այո, impeachment-ը չի անցնի, բայց ես գտնում եմ, որ պետք է փորձել։ Ինչու, ասեմ ձեզ, որովհետև երբ որ շատերին մեղադրում ես ինչ որ հարցում, իրանք ասում են, օրինակի համար ասում ես խախտումներ ա եղել ընտրությունների ժամանակ, չէ՞։ Ասում են ինչու չբողոքեցիք։ Դու չես բողոքել, որտեղ գիտես միևնույն է կենտրոնական ընտրական հանձնաժողովը քո խոսքը չի անցկացնելու։ Բայց ինքը ասում է ինչու չբողոքնույն էլ սա է։ Վաղը ասելու են, բա եթե այդքան վատներ ինքը, ինչու մի անգամ փորձարվեց անգամ impeachment-ի եւ այլն։ Դրա համար պետք է փորձել, պետք է ասել ճշմարտությունը, մնացածը կյանքը ցույց կտա։